Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այսօր վարչապետը արդեն գրառում արեց այն մասին, որ պետք է ինչ-որ խումբ հանձնաժողով ձևավորվի եւ այդ հանձնաժողովը պետք է զբաղվի կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, վեհարանից դուրս հանելու հարցով։ Ողջունում եք վարչապետի այս նախաձեռնությունը։ Միանշանակ։ Այդ հավատացյալների իրագրած վերաբերում հետևորդներին, հավատացյալներին։ Կարող քաստինգ դուք եք մասնակցել։ Չէ։ Դուք ողջունում եք Հավատացյալ չեք։ Հավատացյալ եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բա ինչ։ Քաղաքական իմաստով ի պաշտոն է չեմ ուզում մասնակցել այդ մասը։ Իսկ դուք ինչ օրինակ ձևավորվեց այդ խումբը կամ հանձնաժողովը, պարոն Գրիգորյան, դուք տեսեք ողջունում եք, ասում եք, որ միանշանակ աջակցում եք վարչապետին այդ հարցում։ Դուք պատկերացնում եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու վեհարանից։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց այդ հասկը ցույց կտա։ Համ պատկերացնելին եք ողջունում։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է եւ այն ուխտերին, ինչը որ ինքը իր արժեվ դրվել է, եւ այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի եւ ինքը պետք է լինի հավատացյալ եւ այսօր վարչապետի գրառման մեջ կար նաեւ, որ պետք է մարդը լինի գոնե մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող։ Բայց դա ով է պարզելու, դա ոնց է պարզվելու, պարոն Գրիգորյան։ Դե այդ ընթացքը ցույց կտա։ Մենք իմանանք, դուք հավատացյալ եք, թե հավաքուր էակի, որոնք ձևավորի դասաշրջան։ եւ ընտրի Վարչապետը չի ձևավորում, վարչապետն ասում է, հավատացյալները ինքն էլ կարող է լինել որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, բոլորս բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքը ասելու, այո, իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու։ Օրինակ վեհապարին վեհարանից դուրս հանեք ուժով։ Իհարկե ոչ, վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում եւ ես այո հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, ովքեր կմասնակցեն այդ process-ին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել, բացի աղոթք անելուց։ Աղոթելով հանելու եք կաթողիկոսին։ Աղոթելով չենք անելու, աղոթքը այնտեղ մենակ աղոթք են անում։ Դե չգիտեմ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք են անում։ Պարոն Գրիգորյան, որ ասում եք իհարկե ոչ, այսքան ուժով դա բան չեք անում։ Իսկ հնարավոր է շրջապատեք օրինակ մայրաթոռը, ինչ մեթոդներ եք կարող։ Տեսեք, դուք հարցը ձևակերպում եք, հնարավոր է շրջափակեք, ես ասացի ի սկզբանե, որ ես ի պաշտոնե չեմ մասնակցելու։ Չէ, քաղաքական թիմի անդամ եք, ֆրակցիան անդամ եք։ Տեսեք, այստեղ քաղաքական հարց չի քննարկվում, այստեղ քննարկվում է հավատավոր ժողովրդի հարցը, հավատավոր ժողովուրդն այստեղ իրենց խոսքը ասելու եւ այդ քաղաքական չի, որ ասում եք դուք գնաք առաքելական եկեղեցու հետևող, օրինակ եկեղեցին շրջափակելով եւ այնտեղից կաթողիկոսին հանելով, այս մեթոդով նրան հեռացնել, օրինակ ձեզ համար որպես առաքելական եկեղեցու հետևորդի ընդունելի սցենար է։ Ճիշտ ասած, բոլոր սցենարներն են ընդունելի, որը որ կխթանի Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու եւ եկեղեցու հետևորդների կամքը, ինչը կարտահայտի նրանց կամքը, ըստ էության եւ Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցու հետևորդները, հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք ունեն իրենց կարծիքը եւ իրենց կարծիքը արտահայտելու հնարավորություն։ Օրինակ դուք միանաք այդ օրը հեռացնեք, որովհետեւ Ոչ, ես մեկ անգամ էլ ասել եմ, ասում եմ ու ելի ասելու եմ, եկեղեցու ներսում ուժ կիրառելն անթույլատրելի է։ Եկեղեցու ներսում միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն է ստանում, աղոթք առաքում առ Աստված։ Բայց շրջափակելը չեք բացառում օրինակ։ Ես չգիտեմ ինչ ընթացք, ինչ զարգացում կունենա։ Հիմա դուք ասում եք, ոնց որ ես պետքա կանխագուշակեմ, թե վաղը ինչ անելու հավատացյալ ժողովուրդը։ Հասնում հնարավոր այդ մեթոդների մասին։ Ես չգիտեմ, հավատացյալ ընդունելի կլինի հավատացյալ ժողովուրդ։ Շրջափակելը։ Ինձ համար ընդունելի կլինի հավատավոր, հավատացյալ ժողովրդի
Արած յուրաքանչյուր քայլ։ Պարոն Գրիգորյան, Բացի իհարկե բռնությունից։ Ձեր կարծիքով ինչու հիմա առաջացավ իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի մոտ բարձել որոշ եկեղեցականների անձնական կյանքի առանձին դրվագներ, նաեւ կաթողիկոսի երեխա ունենու հանգամանքը կամ չունենալու հանգամանք ինչու առաջացավ։ Եվ օրինակ դուք գիտեք կաթողիկոս ունի զավակ թե չէ։ Տեսեք, ես մի հստակ բան գիտեմ, որ այդ հայտարարությունից հետո որևիցե ժխտում այդ մասով չեղավ, եւ եթե կար նման բան, բայց եթե չկար նման բան, կարային օրինակ տարբեր մեթոդներ եւ մեկը դիմեին դատարան, որից հետո եթե կպարզվեր, որ մենք Հակոբյան չեք տեսնում նկարում որ Եթե դրանից հետո մենք տեսնենք, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասել, ես անձնապես, եթե ինչ-որ բան ավել եմ ասել կամ պակաս, եթե այդ պարզվեր, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրելու, բայց եթե պարզվում է ըստ երևույթի ես արդեն իսկ համոզվում եմ, որ կա նման բան, որովհետև այս ընթացքը ցույց է տալիս, ես իմ համար այդ շատ անընդունելի է ու այդ խայտառակություն է։